Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու։ Այն մարդիկ, այդ թվում եւ ամենայն հայոց կաթողիկոսը, որ հույսեր էին կապում, որ սա լինի, այն մյուսն լինի, վերջ կլինի դադար, Միքայել Աջապայանին տարան, վերջ, Նիկոլ Փաշինյանը կհանգստանա, Գազանը կուշ տա, վերջ։ Այդպես չի լինելու եւ Գարեգին երկրորդի այդ մարտավարությունը, որ ոնց որ թե առաջնորդվում այդ չինական հայտնի ասացվածքով, որ նստի գետի ափին ու սպասի թշնամու դիակներին, որ գետը բերի։ Չի լինելու, Նիկոլ Փաշինյանը այդ գործիչը չի, հանգի սպասելու պարագայում գետը իր դիակը չի բերելու, հուսում Դանիելը էս փոխաբերություններին բանը ընթաց չի տա եւ հաղորդում չի ներկայացնի, փոխաբերական իմաստով եմ ասում, եւ Նիկոլ Փաշինյանը իսկապես կանգ չի առնելու եւ միջև վերջ կազմակերպելու է հայ առաքելական եկեղեցին։ Մորտենս բանը չի ասում, որ նա կանգ չի առնել, ուզում եմ հարցնեմ, իսկ ինչի՞ պիտի կանգ առնի։ Այսինքն այդ statement-ը որ անում եք, այդ հայտարարությունները, որ նա կանգ չի առնի, ինչի՞ պետք է կանգ առնի։ Որտեղ որոշ մարդիկ կարծում են, որ կանգ առնելու։ Ինչի համար։ Օրինակ Գարեգին երկրորդ որ ինչ անի, ամենայն հայոց կաթողիկոսը կարծում էր, որ Միքայել Աջապայանից հետո վերջ։ Եղբայր, ես չեմ խոսել կաթողիկոսը, չգիտեմ ինչ էր կարծում, բայց հասկանում ես, սпасել որ իշխանությունը պետքա թուլացնի ռեպրեսիաները եւ ասի լավ, ինչ եղել է, եկեք մի հատ խոսենք։ Մի հատ կարող է ես հրաժարական տամ գնամ գրողի ծոցը չի լինելու տես բան։ Հաջորդը Գարեգին կանգ առնի։ Հաջորդը պարոն Մարուկյան տանելու են Գարեգին երկրորդ կաթողիկոսին։